հարցերին պատասխանել այդ առնչության, որպես ոչ ոլորտային, այսպես մարդ, որը ընկալում է քպնդել, դուք ինչպես եք փորձելու այդ փորձը վերցնել եւ ընդհանրապես կիրառել, արդյոք այս դեպքում ինչպես ԿՊՆ համոզված պնդում Ֆարմանյանն է ձեզ օգնել։ Տեսեք, քննադատություններ բնականաբար պիտի հնչեն, կարծում եմ օրինաչափ է, ինչ վերաբերում է իրենց գնահատականներին, մասնագիտական գիտելիքներին, թույլ տվեք դրան շատ վերապահումով մոտենալ, հիշեցնում եմ ես մասնավոր ընկերություններից եմ եկել ու պարտավոր չեմ իմանալ պետական բյուջեի հազարավոր տողերը ու մենք ֆինանսների նախարար չենք ընտրում, մենք ընտրում ենք հանձնաժողովը համակարգող մարդ, իսկ ֆինանսական մենեջմենտի փորձ վստահեցնում եմ ձեզ ես ունեմ։ Տեսեք, որ քաղաքացիական պայմանագրի առանձին ներկայացուցիչներ, օրինակ քննադատաբար են մոտենում, ասում են օրինակ ոլորտից հեռու եք, ոչ միայն դուք օրինակ նայում տեխնացուների մասին, օրինակ ձեր մոտ հարց չի առաջանում, իրենց տեխնացուները ինչքանով են մոտիկ, օրինակ Լուսինե Բադալյանը եւ առողջապահության նախարարությունը եւ առողջապահության ոլորտը ինչքան են մոտիկ, այսինքն օրինակ հաշվին առեք, որ Լուսինե Բադալյանը մեկ-մեկ եղել է բժշկական համալսարանում։ Անկեղծ ասած չգիտեմ ինչ սկզբունքով են ընտրվել իրենց տեխնացուները եւ ինչպես են գնահատում նրանց մասնագիտական որակները, իմ մասնագիտական որակները գնահատելուց ինձ ասել, որ ես ոլորտից հեռու եմ այն դեպքում, որ ես ունեմ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ու տասնյակ որակավորման վկայականներ, մեղմ ասած լուրջ չի։ Իսկ Տիկին Մանուկյան, տեսեք, նախ Ծովինար Վարդանյանը ձեզ նեցուկ եղավ, ինչքանով իր նեցուկ լինելու կարիքը դուք ունեք, թե ոչ, եւ հաջորդ հարցը քապահականներ այսպես կարմիր թելի նման բան էին անում, որ դուք ոչ միայն բյուջեի կառուցվածքը չգիտեք, այլ ավելի անկեղծ էիք, քան Ֆարմանյանը, համեմատություններ էին այսպես անում, այդ համեմատության մասին ինչ ասեք։ Տեսեք, ես արդեն ասացի, այն ինչ իրենք փորձում են երեկվանից անել, այդ մանիպուլյացիաները ակնհայտ է, փորձել տեխնացուներին որակել մեկին ավելի անկեղծ, մյուսին ոչ այնքան անկեղծ, դա կարծում եմ իրենց քաղաքական դիրքորոշումներ է, մեզ հետ ոչ մի կապ չունի, մեր ֆրակցիայում բոլորը նույն սկզբունքները, նույն արժե համակարգը ունեն, ինչ վերաբերում է Տիկին Ծովինար Վարդանյանի կամ որևէ մեկի աջակցությանը, ես կարծում եմ ես նման չեմ կնոջ, որը ինչ որ մեկի աջակցության կարիք ունի, ինքս եմ աջակցում հազարավոր կանանց, շնորհակալ եմ